Ժողովուրդ օրաթերթը գրում է. ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի։ Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Մայիսի 6-ին մեկնարկելի ԱԺ լիագումար նստաշրջանը խոստանում է թեժ լինել։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ համակարգը խորհրդարանականներին պետք է ներկայացնի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում։ 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ 2018-ի հեղափոխությունից 7 տարի անց Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ։ Փաստ օրաթերթը գրում է. հեղինակավոր Time Magazine-ի վերջին համարում հրապարակվել է Հայաստանին նվիրված մի հոդված, որն այսպես է սկսվում. Կովկասի սրտում, որտեղ դյունածած գագաթները հանդիպում են արևաշող հովիտներին, լուր հեղափոխություն է սկսվել։ Այն նվիրված է Spike ընկերությանն ու նրա հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Ղազարյանին, որը ներկայացվում է որպես Հայաստանի գյուղատնտեսական առաջընթացի խորհրդանիշ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գրված են եւ կարծում են, որ եթե Հանրապետություն կուսակցության անդամ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավականիում կոալիցիայի հուշագիրը։ Վերջերս Հայաստանի կինոթատրոններում ներկայացված Արտավազդ II Հռոմի եւ Վարդեվստանի միջև խաղարկային վավերագրական ֆիլմը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում, գրում է Հրապարակ օրաթերթը։ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատելուց հետո Հրապարակ օրաթերթը գրել էր, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալի Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը։ Որոշումն արդեն կայացվել է եւ Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել է կառույց իբրև իր աչք եւ ականջ։ Օրաթերթը նաև գրում է. իշխանական ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավել է ադրբեջանական զինուշի թիրախում են կրակի տակ։ Սակայն գյուղի բնակիչների հայտնած տեղեկությունների համաձայն ԿՊԱ-ականները ամբողջ գիշեր քեֆ ուրախություն են արել եւ կառմորթել։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։